Իսկ ինչ կլինի, եթե ձեր ամենամեծ ցավը ստիպի ձեզ մարտահարավեր հենց Աստծուն։ Պատկերացրեք սա. մի երիտասարդ, ով կորցրել է ամեն ինչ, բացահայտ ծաղրում է եկեղեցու գլխավոր խորհուրդը։ Նա դա անվանում է սուտ և հեքիաթ, բայց հետո, հենց Սուրբ Պատարագի գագաթնակետին, նա սարսափից ճչում է. այն, ինչ նա տեսնում է քահանայի ձեռքերում, այնքան անհավանական էր, որ ամբողջ եկեղեցին սառում է։ Երգչախումբը լռում է, բոլորը շրջվում են։ Այս պատմությունը ոչ թե հրաշքի մասին է, այլ այն մասին է, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Ինչպես հասարակ քահանան իր արքեպիսկոպոսից ստացավ մի սարսափելի հրաման, որը կխորտակեր ցանկացած հավատացյալի, բայց ամենասարսափելին այն է, թե ինչպես այդ հրաշքը ոչ թե միավորեց, այլ պատերազմ սկսեց հենց եկեղեցու ներսում։ Այն, ինչ բացահայտվեց այդ օրը, կցնցի ձեզ մինչև հոգու խորքը։ Պատրաստվեք տեսնելու մի պատմություն, որը ոմանք կնախընտրեին մոռանալ։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում։ Տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Էջմիածնի Մայր տաճարի հնամենի պատերի ներսում լռությունը խիտ էր, գրեթե շոշափելի։ Այն հյուսված էր դարերի աղոթքներից, հավատացյալների հոգոցներից և սրբերի շշուկներից, որոնք կարծես դեռևս սավառնում էին բարձր քարե գմբեթի տակ, որտեղից իջնում էր Քրիստոսի ամենատես հայացքը։ Տեր Հովհաննես քահանան 45 տարեկան մի մարդ, որի դեմքին ժամանակը փորագրել էր ոչ թե հոգնության կնճիռներ, այլ հոգևոր խորհրդածությունների մի ամբողջ քարտեզ, կանգնած էր Սուրբ խորանի առջև։ Նրա ուսերին ծանրացած էր ոչ միայն ոսկեթել, ասեղնագործ շուրջառը, այլև հազարամյա մի ավանդույթի ողջ պատասխանատվությունը, մի ժառանգություն, որը ձգվում էր մինչև Գրիգոր Լուսավորիչ և առաքյալներ։ Այսօր կիրակի էր, և նա պատրաստվում էր մատուցել Սուրբ Պատարագը հայ ժողովրդի հոգևոր սրտի բաբախյունը, այն սրբազան ծեսը, որը դարեր շարունակ անխախտ պահել էր այս ժողովրդի հավատքը։ Նրա հայացքը սահեց եկեղեցու կիսախավարի միջով, որտեղ օդը թանձրացել էր խնքի անուշ բույրից և հալվող մոմերի հոտից։ Առավոտյան արևի առաջին շողերը, ներս թափանցելով վիտրաժային նեղ պատուհաններից, գունավոր բծերով էին նկարում քարե սալահատակը, կարծես երկնային վրձնի հպումներ լինեին, որոնք լուսավորում էին սրբերի դեմքերը հին որմնանկարների վրա։ Մի քանի տասնյակ հավատացյալներ արդեն հավաքվել էին, յուրաքանչյուրն իր մտքերի, իր ցավերի և իր աղոթքների հետ, յուրաքանչյուրը մի փոքրիկ աշխարհ, եկած ապաստան գտնելու այս մեծ, սուրբ աշխարհում։ Ծեր տատիկներ, սև գլխաշորերով, որոնց շուրթերը անդադար շարժվում էին լուր աղոթքում, նրանց կնջրոտ մատները ամուր սեղմում էին համրիչի հատիկները։ Երիտասարդ մայրեր, իրենց անհանգիստ երեխաներին գրկած, փորձելով նրանց մեջ սերմանել ակնածանք դեպի սրբազանը, որը դեռևս անհասկանալի էր նրանց մանկական մտքի համար։ Եվ տղամարդիկ, լուրջ, խոհուն դեմքերով, որոնք կյանքի հոգսերը մի պահ թողել էին եկեղեցու դռներից դուրս, որպեսզի գտնեն խաղաղություն այս հնամենի պատերի ներսում։ Բայց Տեր Հովհաննեսի ուշադրությունը գամված էր մի կերպարի վրա, որը կանգնած էր ամենահեռավոր, ամենամութ անկյունում, կարծես ցանկանալով միաձուլվել ստվերներին։ Լևոն, մի երիտասարդ, որի աչքերում ժամանակին հավատքի կրակն էր վառվում, իսկ այժմ միայն ցինիզմի և կորստի սառը դատարկ մոխիրն էր մնացել։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, 1 տարի առաջ նա կորցրել էր իր երիտասարդ կնոջը, Հռիփսիմեին, մի դաժան հիվանդությունից, և այդ օրվանից նրա հոգին փակվել էր Աստծո առաջ, ինչպես քարե դագաղ։ Նա գալիս էր եկեղեցի, բայց ոչ թե աղոթելու կամ մխիթարություն գտնելու, այլ կարծես թե լուռ մարտահարավեր նետելու նրան, ով իր կարծիքով թույլ էր տվել այդ անասելի անարդարությունը։ Նրա ներկայությունը լարում էր ստեղծում օդում, մի լուռ հակադրություն, մի սառը հայհոյանք այն ամենին, ինչ խորհրդանշում էր այս սուրբ վայրը։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց, Տեր Հովհաննեսը խորը շունչ քաշեց, զգալով այդ լարվածությունը իր ողջ էությամբ։ Նա գիտեր, որ այսօրվա պատարագը պարզապես ծիսակատարություն չէր լինելու, այն լինելու էր հոգևոր ճակատամարտ, անտեսանելի, բայց իրական, ճակատամարտ մեկ հոգու փրկության համար, որը կանգնած էր հավատի և հուսահատության անդունդի եզրին, պատրաստ ցած նետվելու։ Քահանան աչքերը բարձրացրեց դեպի խորանի վերևում գտնվող Քրիստոսի սրբապատկերը, որի աչքերը կարծես թափանցում էին իր հոգու խորքը։ Տեր, զորացրու ինձ, շշնջաց նա այնպես, որ միայն ինքը լսեր։ Տուր ինձ խոսքեր, որոնք կհալեցնեն սառույցը, և հավատք, որը կարող է սարեր տեղաշարժել, որովհետև իմ սեփական ուժերը սպառվել են։ Նա շրջվեց դեպի ժողովուրդը, ձեռքերը տարածեց և հանդիսավոր, հզոր ձայնով, որը դարերի արձագանքն էր իր մեջ կրում, սկսեց.
Օրսնեալ է թագավորություն հոր և որդվո և հոգվոյն սրբո, այժմ և միշտ և յավիտյանս յավիտենից։ Դպիրների երգչախմբի հզոր ձայնը լցրեց տաճարը և հնագույն բառերը գրաբառով սկսեցին իրենց սրբազան ճամփորդությունը դեպի հավատացյալների սրտերը, կարծես հրեշտակների թևեր լինեին, որոնք շոյում էին տառապյալ հոգիները։ Բայց արդյոք դրանք կհասնեին այն մեկ սրտին, որն ամենից շատն ուներ դրանց կարիքը։ Արդյոք դրանք կկարողանային ճեղքել այն քարե պատը, որով Լևոնը շրջապատել էր իրեն։ Հեռավոր անկյունում Լևոնը դառնորեն խաչակնքեց շուրթերը։ Նրա համար այս ամենը դատարկ թատրոն էր, գեղեցիկ, հանդիսավոր, բայց անկենդան։ Նա եկել էր տեսնելու, թե ինչպես են մարդիկ խաբում իրենց, հավատալով մի հրաշքի, որը իր կարծիքով երբեք տեղի չէր ունենում։ Նա եկել էր իր ցավը ցուցադրելու, որպես լուռ մեղադրանք։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոչ ոք, ոչ Տեր Հովհաննեսը, ոչ ծեր տատիկները, ոչ նույնիսկ ինքը Լևոնը չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում նրանց այն օրը և թե ինչպես այս սովորական կիրակնօրյա պատարագը կդառնար մի իրադարձություն, որի մասին կխոսեին դեռ երկար, շատ երկար ժամանակ։ Սուրբ Պատարագի խորհուրդը հոսում էր ժամանակի միջով, իր սկիզբն առնելով Երուսաղեմի այն վերնատնից, որտեղ Հիսուս Քրիստոս իր մատնությունից առաջ հավաքեց իր աշակերտներին, նրանց տալու իր վերջին և ամենամեծ պատգամը։ Այնտեղ սովորական ընթրիքի ժամանակ տեղի ունեցավ մարդկության պատմության ամենամեծ հրաշքներից մեկը, մի իրադարձություն, որը պետք է դառնար միլիարդավոր հոգիների հավատքի հիմնաքարը։ «Առեք, կերեք, այս է իմ մարմինը», ասաց նա բեկ անելով հացը, ապա վերցնելով գինով լի բաժակը ասաց. «Խմեցեք սրանից ամենքդ, որովհետև այս է իմ արյունը, նոր ուխտի, որ թափվում է շատերի համար մեղքերի թողության համար»։ Այդ պահին հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, Աստծո և մարդու միջև հավերժական ուխտը, մի կամուրջ երկնքի և երկրի միջև։ Այս սրբազան ավանդույթը Հայաստան հասավ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ, սակայն իր ամուր պետական հիմքերը դրեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Երբ նա դուրս եկավ խոր վիրապի խավար, օձերով լի փոսից, նա իր հետ բերեց ոչ միայն ֆիզիկական ազատություն, այլև հոգևոր լույս մի ամբողջ ազգի համար։ Նա էր, որ կազմակերպեց հայ եկեղեցին, կառուցեց առաջին տաճարները հեթանոսական մեհյանների տեղում և հայ հողի վրա հաստատեց պատարագի կանոնավոր մատուցումը։ Սկզբնական շրջանում օգտագործվում էին տարբեր պատարագամատույցներ, բայց ժամանակի ընթացքում հայ առաքելական եկեղեցին որդեգրեց Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի Կոստանդինուպոլսի պատրիարքի կողմից հեղինակված պատարագը, որն իր աստվածաբանական խորությամբ և բանաստեղծական գեղեցկությամբ անզուգական էր։ Ոսկեբերանը, որն իր անունը ստացել էր իր անզուգական քարոզչական շնորհի համար, ստեղծել էր աստվածաբանական և բանաստեղծական մի գլուխգործոց։ Նրա պատարագը ոչ թե պարզապես ծեսերի հաջորդականություն է, այլ մի ամբողջական դրամա՝ մարդկության անկումից մինչև Քրիստոսի փրկagorցություն։ Այն հարմարեցվեց հայկական իրականությանը, թարգմանվեց գրաբարի և դարձավ հայ եկեղեցու երկրպագության կենտրոնական առանցքը։ Ամեն մի շարժում, ամեն մի խոսք, ամեն մի երգեցողություն պատարագի ընթացքում ունի իր խորը խորհրդանշական իմաստը։ Քահանայի մուտքը եկեղեցի խորհրդանշում է Քրիստոսի մուտքը աշխարհ, ավետարանի ընթերցումը նրա քարոզչությունը, իսկ սրբազան խորհրդի կատարումը Գոլգոթայի զոհաբերությունը և հարությունը։ Տեր Հովհաննեսը քայլում էր խորանի շուրջ, իր ձեռքում բռնած բուրվառը, որի անուշահոտ ձուխը խորհրդանշում էր հավատացյալների աղոթքները, որոնք բարձրանում էին առ Աստված։ Նա նայեց Լևոնին։ Երիտասարդի դեմքին ոչինչ չէր փոխվել, նույն քարացած արտահայտությունն էր, նույն սառը հայացքը։ Քարոզի ժամանակ Տեր Հովհաննեսը որոշեց շեղվել սովորական թեմայից։ Նա զգաց, որ պետք է ուղիղ խոսի այդ վիրավոր հոգու հետ։ «Եղբայրներ և քույրեր», սկսեց նա, իր ձայնը դարձնելով ավելի մեղմ, ավելի անձնական։ «Մեզանից ով երբևէ կասկած չի ունեցել, ու վերկյանքի դժվարին պահին չի հարցրել. «Տեր, որտե՞ղ ես, ինչու ես լուռ»։ Նույնիսկ մեծագույն սրբերն են ունեցել իրենց կասկածի պահերը։ Թովմաս առաքյալը չհավատաց, մինչև իր մատները չդրեց Քրիստոսի վերքերի մեջ։ Նա մի պահ դադար տվեց, թույլ տալով, որ խոսքերը ներծծվեն։ Նա տեսավ, թե ինչպես Լևոնի դեմքի մկանները մի պահ ձգվեցին։ Բայց գիտեք որն է տարբերությունը։ Քրիստոս չմերժեց Թովմասին իր կասկածի համար։ Նա մոտեցավ և ասաց. «Բեր մատդ և տես ձեռքերս»։ Նա հասկանում է մեր տկարությունը։ Նա չի պահանջում կույր հավատք։ Նա պահանջում է բաց սիրտ, որը նույնիսկ ցավի և կասկածի միջից պատրաստ է փնտրել։
Լևոնը զգաց, որ քահանայի խոսքերն ուղղված են իրեն, եւ դա նրան զայրացրեց։ Ինչպես է նա համարձակվում։ Ինչ գիտի այս մարդը ցավի մասին, ինչ գիտի նա կորստի մասին։ Քարոզից հետո, երբ պատարակը շարունակվում էր, Լևոնը չդիմացավ։ Նա մոտեցավ իր կողքին կանգնած մի երիտասարդի, Վարդանին, եւ դառնությամբ շշնջաց. «Գեղեցիկ խոսքեր, բայց դրանք չեն վերադարձնի մեռելներին, այնպես չէ»։ Այս ամենը պարզապես հեքիաթ է, մեզ մխիթարելու համար, որպեսզի չխելագարվենք այս անիմաստ աշխարհում։ Այդ խոսքերը, թեև շշուկով ասված, կարծես որոտի պես հնչեցին եկեղեցու լռության մեջ։ Մի քանի հոգի շրջվեցին եւ դատապարտող հայացքով նայեցին նրան։ Հոգևոր պայքարի առաջին նշանները ակնհայտ էին։ Լևոնի կասկածը դադարում էր լինել անձնական ողբերգություն, այն սկսում էր վերածվել վարակի, որը սպառնում էր թունավորել ամբողջ համայնքի հավատքը։ Տեր Հովհաննեսը, շարունակելով ծեսը, զգաց այդ լարվածությունը։ Նա հասկացավ, որ խորհուրդներով եւ քարոզներով այս հարցը չի լուծվի, այստեղ ավելին էր պետք, շատ ավելին։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Լևոնի դառնությունը վերածվեց բացահայտ ընդդիմության, մի թունոտ բոցի, որը սպառնում էր այրել ամեն ինչ իր ճանապարհին։ Նա դադարեց լուռ կանգնել եկեղեցու խորքում, իր ցավը կրելով որպես լուռ մեղադրանք։ Փոխարենը նա սկսեց պատարակից հետո մնալ եկեղեցու բակում, շուրջը հավաքելով երիտասարդներին եւ բարձրաձայն կասկածի տակ դնելով այն ամենը, ինչ Տեր Հովհաննեսը քիչ առաջ քարոզել էր Սուրբ Խորանից։ Նրա խոսքերը դանակի պես սուր էին, ցավալիորեն ճշգրիտ։ Նա խոսում է հրաշքների մասին, ասում էր Լևոնը, ձայնի մեջ թունոտ հեգնանքով, որը խոցում էր ավելի ուժեղ, քան ցանկացած հայոյանք։ Բայց ո՞ր է տեսել այդ հրաշքները։ Մենք աղոթում ենք, մոմեր ենք վառում, ծունքի ենք գալիս, բայց աշխարհում ոչինչ չի փոխվում։ Հիվանդները շարունակում են մահանալ, աղքատները տառապել, անարդարությունը ծաղկել։ Որտեղ է ձեր Աստվածը, երբ մենք նրա կարիքն ունենք, թե նա զբաղված է մեր մոմերի հաշիվը պահելով։ Նրա խոսքերը, որոնք ծնվել են անձնական, անհատակ ցավից, գտնում էին իրենց արձագանքը։ Հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր միշտ էլ հակված են կասկածելու ավանդական արժեքներին։ Նրանք տեսնում էին Լևոնի մեջ ոչ թե հայոյողի, այլ ճշմարտություն փնտրող, ազնիվ մեկին, ով համարձակություն ունի բարձրաձայնելու այն հարցերը, որոնք շատերը վախենում են նույնիսկ մտածել։ Տեր Հովհաննեսի համար սա իսկական մղձավան չէր, նրա հոտի մի մասը սկսում էր հեռանալ, գառները գայլի էին լսում։ Քահանան փորձեց ամեն ինչ։ Նա առանձին զրույց ունեցավ Լևոնի հետ, փորձելով հասկանալ նրա ցավի խորությունը, փորձելով կամուրջ գցել նրանց միջև առաջացած անդունդի վրայով։ Լևոն, որդիս, ասաց նա մի օր, նրանց նստած եկեղեցու բակի հին քարե նստարանին, որի վրա դարերի արևն ու անձրևն իրենց հետքն էին թողել։ Ես հասկանում եմ քո վիշտը, Աստված վկա, հասկանում եմ, բայց Աստծուն մերժելով դու կրկնապատկում ես քո տառապանքը, դու մենակ ես մնում քո ցավի հետ։ Մենակ, դառնորեն ծիծաղեց Լևոնը, եւ այդ ծիծաղի մեջ ավելի շատ արցունք կար, քան ուրախություն։ Ես միշտ էլ մենակ եմ եղել, Տեր Հայր։ Երբ Հրիփսիմենը մահանում էր, ես օրերով աղոթում էի այս եկեղեցում, ես ծնկաչոք աղերսում էի, փաղատում էի։ Որտեղ էր Աստված այն ժամանակ։ Ինչու նա չլսեց ինձ, թե նրա համար իմ աղոթքները պակաս կարևոր էին, քան ձեր ծիսական երգերը, որոնք 1000 տարի է նույնն են։ Ինչ կարող էր ասել քահանան։ Տեր Հովհաննեսը պատասխան չուներ։ Ինչ կարող էր ասել մարդուն, ում սիրտը կոտրվել էր։ Ցանկացած աստվածաբանական բացատրություն դատարկ եւ անիմաստ կհնչեր, նույնիսկ սրբապիղծ։ Հուսահատված նա դիմեց իր վերադասին, Գևորգ արքեպիսկոպոսին, մի իմաստուն, բայց խիստ մարդու, ով իր ողջ կյանքը նվիրել էր եկեղեցուն եւ նրա կանոններին։ Արքեպիսկոպոսը, որի աչքերում կար դարերի իմաստություն, ուշադիր լսեց Տեր Հովհաննեսին, իր ճերմակ մորուքը դանդաղ շոյելով։ Նրա գրասենյակը լի էր հին գրքերի հոտով եւ լռությամբ, որը խախտվում էր միայն պատիժ ժամացույցի հավասարաչափ տկտկոցով։ Սա վտանգավոր է, Հայր Սուրբ, վերջապես ասաց նա իր խորը հանդարտ ձայնով։ Այս երիտասարդի կասկածը նման է թթխմորի, մի փոքրը կարող է ամբողջ զանգվածը թթվեցնել։ Դու պետք է վճռական լինես։ Եթե նա շարունակի իր քարոզչությունը, ստիպված կլինես նրան հեռացնել եկեղեցուց։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ գայլը ցրի ամբողջ հոտը։ Բայց, սրբազան Հայր, առարկեց Տեր Հովհաննեսը, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում, նա գայլ չէ, նա վիրավոր գառ է։
Եթե մենք նրան դուրս հանենք, նա վերջնականապես կկորչի։ Եկեղեցու կանոնները հստակ են, կտրուկ պատասխանեց arczepiskopos-ը, եւ նրա ձայնի մեջ պողպատե նոտաներ հնչեցին։ Համայնքի հոգևոր առողջությունը ավելի կարևոր է, քան մեկ անհատի զգացմունքները։ Աղոթիր նրա համար, բայց պատրաստ եղիր գործելու, ժամանակը չի սպասում։ Տեր Հովհաննեսը հեռացավ arczepiskopos-ի գրասենյակից սրտում ծանր քար։ Նա հայտնվել էր երկու կրակի արանքում։ Մի կողմից իր հովվական պարտքն էր, փրկել մոլորված հոգին, մյուս կողմից եկեղեցական հիերարխիայի խիստ պահանջը եւ համայնքը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Նա զգում էր, որ ձախողվում է։ Նրա աղոթքները կարծես չէին հասնում երկինք, իսկ իր խոսքերը մարդկանց սրտերին։ Այդ գիշեր նա երկար աղոթեց Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության գրքով։ Նա կարդում էր տողերը, որոնք գրվել էին 1000 տարի առաջ, բայց կարծես նկարագրում էին հենց իր հոգու վիճակը։ Ուր որ հայեցա, հյուսահատեցա։ Նա աղոթում էր նշանի, հրաշքի, Աստծո միջամտության համար։ Նա դեռ չգիտեր, որ պատասխանը գալու էր, բայց այնպիսի ձևով, որը կցնցեր ոչ միայն իրեն, այլև ամբողջ համայնքը։ Իրավիճակը գլխիվայր շուռ եկավ։ Լուրերն արագ են տարածվում փոքր համայնքներում, հատկապես երբ դրանք կրում են սկանդալի եւ սրբապղծության դառը համը։ Լևոնի ապստամբության մասին խոսակցությունները դուրս եկան եկեղեցու բակից եւ սողոսկեցին մարդկանց տները, շուկաներն ու հավաքույթները, ինչպես սողացող օձ։ Իրավիճակը դադարեց լինել պարզապես աստվածաբանական վեճ քահանայի եւ մի հուսահատ երիտասարդի միջև։ Ոչ, այն վերածվեց հանրային սկանդալի, մի բաց վերքի համայնքի մարմնի վրա, որը սպառնում էր վարակել ամբողջ օրգանիզմը։ Եկեղեցու հեղինակությունը, որը դարեր շարունակ անսասան էր թվում, ինչպես Արանատի գագաթը, այժմ վտանգված էր։ Մի երիտասարդի ցավը սպառնում էր քանդել այն, ինչ կառուցվել էր սերունդների հավատքով։ Ինչ կասեն հավատացյալները, գործոնը դարձավ ճնշող, անտանելի ուժ։ Հարևան գյուղերից մարդիկ սկսեցին հարցեր տալ, նրանց ձայների մեջ կար եւ հետաքրքրասիրություն, եւ չարախնդրություն։ Ճիշտ է, որ Տեր Հովհաննեսի եկեղեցում երիտասարդները հայհոյում են Աստծուն, եւ նա ոչինչ չի անում։ Ասում են, նրա համայնքը քայքայվում է, հավատքը թուլացել է։ Այս խոսքերը դանակի պես խոցում էին Տեր Հովհաննեսի սիրտը։ Նա, ով իր ողջ կյանքը նվիրել էր հոտը պահպանելուն, այժմ մեղադրվում էր այն ցրելու մեջ։ Իր անքուն գիշերներն ավելի երկարացան, իսկ աղոթքները ավելի հուսահատ։ Ճնշումը մեծանում էր նաև վերևից։ Գևորգ arczepiskopos-ը կրկին կանչեց նրան։ Այս անգամ նրա ձայնը զուրկ էր նույնիսկ հայրական խստության հետքից։ Այն պողպատի պես սառն ու կոշտ էր, աններող։ Տեր Հովհաննես, սկսեց նա, նույնիսկ չառաջարկելով նստել, ինչը ինքնին վատ նշան էր։ Ես քեզ զգուշացրել էի։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս Լևոնը ոչ միայն քո համայնքն է թունավորում, այլև ստվեր է գցում ամբողջ թեմի վրա։ Մարդիկ սկսում են կասկածել մեր հավատքի ամրությանը, նրանք տեսնում են թուլություն, Հայր Սուրբ, եւ դա աններելի է։ Սրբազան Հայր, խնդրում եմ, մի փոքր էլ ժամանակ տվեք, պաղատեց Տեր Հովհաննեսը, զգալով թե ինչպես է հույսի վերջին կայծը մարում իր մեջ։ Ժամանակ չկա, ընդհատեց arczepiskopos-ը, եւ նրա բռունցքը հարվածեց սեղանին, ստիպելով թանաքամանին ցատկոտել։ Եկեղեցու կանոնները եւ ավանդույթները գոյություն ունեն հենց այսպիսի իրավիճակների համար։ Դրանք մեր հոգևոր ամրոցի պատերն են։ Այդ երիտասարդը ճեղք է բացել պատի մեջ։ Եթե դու չփակես այդ ճեղքը, ամբողջ ամրոցը կընկնի։ Ես քեզ վերջնագիր եմ ներկայացնում։ Հաջորդ կիրակի, եթե Լևոնը հրապարակաված չզղջա եւ ներողություն չխնդրի, դու նրան կբանադրես։ Հասկանալի է։ Բանադրանք։ Այդ խոսքը որոտաց Տեր Հովհաննեսի ականջներում։ Դա նշանակում էր Լևոնին պաշտոնապես հայտարարել եկեղեցուց հեռացված, նրան զրկել բոլոր խորհուրդներից, փաստացիորեն նրան դատապարտել հոգևոր մահվան։ Դա հովվի համար ամենածայրահեղ, ամենասարսափելի քայլն էր։ Դա նման էր վիրաբույժի, ով ստիպված է անդամահատել հիվանդին ամբողջ մարմինը փրկելու համար։ Բայց սա հիվանդ անդամ չէր, սա կենդանի, տառապող հոգի էր։ Նա վերադարձավ իր եկեղեցի, հոգին խորտակված։ Նա զգում էր, թե ինչպես են եկեղեցական ավանդույթների եւ կանոնների հազարամյա քարերը ճնշում իր ուսերը։ Նա միշտ հավատացել էր այդ կանոնների իմաստությանը, բայց այժմ դրանք թվում էին անխիղճ եւ դաժան։ Ինչպես կարող էր նա ընտրություն կատարել մեկ մարդու հոգու եւ ամբողջ համայնքի կայունության միջև։ Երկուսն էլ իր պատասխանատվության տակ էին։ Այդ շաբաթը նրա համար դժոխքի վերածվեց։
Նա գրեթե չէր քնում, անընդհատ աղոթում էր, բայց պատասխան չէր ստանում։ Լևոնը, կարծես զգալով իր հաղթանակը, ավելի էր համարձակացել։ Նա արդեն ոչ թե պարզապես կասկածներ էր հայտնում, այլ բացահայտ ծաղրում էր Սուրբ Հաղորդության խորհուրդը, հենց այն սրբության սրբոցը, որի վրա կառուցված էր ամեն ինչ։ Այս կիրակի նա կրկին կվերցնի հացն ու գինին և կասի, թե դա Աստծո մարմինն ու արյունն է, ասում էր նա իր հետևորդներին ծիծաղելով։ Եվ դուք կհավատաք այդ հեքիաթին, բայց ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, դա ընդամենը հաց է և գինի, սիմվոլներ, որոնք ստեղծվել են ձեզ կառավարելու համար։ Տեր Հովհաննեսի համար սա վերջին կաթիլն էր։ Սա արդեն ոչ թե անձնական ցավի արտահայտություն էր, այլ սրբապղծություն։ Նա հասկացավ, որ arczepiskopos-ը ճիշտ էր, գործելու ժամանակն էր։ Բայց ինչ անել։ Նրա հոգին պատառոտվում էր։ Եկավ կիրակի առավոտը։ Եկեղեցին լեփլեցում էր։ Բոլորը եկել էին ոչ այնքան աղոթելու, որքան տեսնելու, թե ինչպես է ավարտվելու այս դրաման։ Օդում լարվածությունից կարելի էր կայծեր որսալ։ Լևոնը, ինչպես միշտ, կանգնած էր իր անկյունում, բայց այս անգամ նրա դեմքին ինքնավստահ հաղթական ժպիտ կար։ Նա սպասում էր քահանայի հանձնվելուն։ Տեր Հովհաննեսը սկսեց պատարագը։ Նրա ձեռքերը դողում էին։ Նրա ձայնը հազիվ էր լսվում։ Նա զգում էր հարյուրավոր աչքեր իր վրա։ Նա գիտեր, որ պատարագի այն հատվածից հետո, որը կոչվում է հավատամք, նա պետք է կայացնի իր սարսափելի որոշումը։ Բայց հետո տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Պատարագը հասավ իր գագաթնակետին, սրբագործման աղոթքին։ Սա այն սրբազան պահն է, այն լուռ, սրտի թրթիռով սպասվող ակնթարթը, երբ քահանան, կրկնելով Քրիստոսի խոսքերը վերջին ընթրիքի ժամանակ և կանչելով Սուրբ Հոգու զորությունը, աղոթում է հացի և գինու վերափոխման համար։ Տեր Հովհաննեսի համար այս պահը միշտ եղել է ակնածանքով և սրբազան երկյուղով լի։ Մի պահ, երբ երկինքն ու երկիրը միանում են։ Բայց այսօր նրա հոգին դատարկ էր, ինչպես թալանված տաճար։ Նա մեխանիկորեն արտասանում էր հնագույն բառերը, մինչդեռ նրա միտքը պայքարում էր մոտալուտ որոշման դեմ, որը նա պետք է կայացներ։ Բանադրե՞, թե անտեսել arczepiskopos-ի հրամանը։ «Եվ արազ հացս այս մարմին ճշմարիտ տյառն մերո Հիսուսի Քրիստոսի», ասաց նա, ձեռքը պահելով Սուրբ Նշխարի վրա, և նրա ձայնը դողաց ոչ թե ակնածանքից, այլ ներքին պայքարից։ «Եվ զբաժակս այս արյուն ճշմարիտ տյառն մերո Հիսուսի Քրիստոսի»։ Երբ նա արտասանեց այս խոսքերը, նա վերցրեց Սուրբ Նշխարը և բարձրացրեց այն ժողովրդին ցույց տալու համար։ Սա ցույցման պահն է, երբ հավատացյալները ծնկի են գալիս երկրպագելու իրենց Տիրոջ իրական մարմնին, որը ներկա է հացի տեսքով։ Հենց այդ պահին, երբ Տեր Հովհաննեսի ձեռքերը բարձրացրել էին սպիտակ կլոր հացը, եկեղեցու խորքից լսվեց ճիչ։ Դա մարդկային ճիչ չէր։ Դա մի հոգու ճիչ էր, որը բախվել էր անհնարինին։ Մի ձայն, որը կարծես պատռեց իրականության վարագույրը։ Բոլորը շրջվեցին։ Լևոնը ծնկի էր եկել քարե հատակին։ Նրա դեմքը մահվան պես գունատ էր, իսկ աչքերը լայն բացված էին սարսափից և անսահման, անհավատալի զարմանքից։ Նրա մատները դողալով ցույց էին տալիս դեպի քահանայի ձեռքում գտնվող Սուրբ Նշխարը։ Ես տեսնում եմ, կակազեց նա, նրա ձայնը խզված էր հուզմունքից, կարծես բառերը չէին կարողանում արտահայտել այն, ինչ տեսնում էին նրա աչքերը։ Դա հաչ չէ։ Երբ նա դա ասաց, ամբողջ եկեղեցին սառեց, մեռյալ լռություն տիրեց, նույնիսկ երգչախումբը լռեց, բոլորը նայում էին մեկ Լևոնին, մեկ քահանային, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ինչպես համարձակվեց նա։ «Ինչ ես տեսնում, որդիս», հազիվ լսելի ձայնով հարցրեց Տեր Հովհաննեսը, մոռանալով և բանադրանքի, և arczepiskopos-ի մասին։ Այդ պահին գոյություն ուներ միայն ինքը, այդ երիտասարդը և այն, ինչ կատարվում էր նրանց միջև։ Լևոնի դեմքով արցունքներ էին հոսում, ոչ թե ցավի, այլ ցնցման արցունքներ։ Նա խոսում էր ոչ թե շրջապատի, այլ ինքն իր հետ, կարծես փորձելով հավատալ իր իսկ աչքերին։ Նրա ձեռքերում լույս է, փայլող, կենդանի լույս, և լույսի մեջ ես տեսնում եմ նրան։ Խաչված, արյունը հոսում է, ով Աստված իմ, դա ճշմարիտ է, այս ամբողջ ժամանակ դա ճշմարիտ է եղել։
Նա իր դեմքը թաղեց ձեռքերի մեջ և սկսեց հեկեկալ, ցնցվելով ամբողջ մարմնով։ Դա զղջման, ցավի, բայց միևնույն ժամանակ անսահման թեթևության և ուրախության լաց էր։ Տեր Հովհաննեսը կանգնած էր քարացած։ Նրա ձեռքում գտնվող սուրբ նշխարը կարծես սկսել էր այրել իր մատները։ Նա միշտ հավատացել էր վերափոխման խորհրդին։ Նա իր ողջ կյանքը նվիրել էր այդ հավատքին։ Բայց նա հավատացել էր իր մտքով, իր հոգով։ Նա երբեք դա չէր տեսել։ Իսկ այժմ Աստված, ի պատասխան իր աղոթքների, հրաշք էր գործել ոչ թե իր, այլ ամենամեծ կասկածամիտի, ամենամեծ մերժողի աչքերով։ Այս իրադարձությունը ամբողջությամբ փոխեց հոգևոր իրավիճակի ընկալումը։ Սա այլևս վեճ չէր, ոչ էլ սկանդալ։ Սա աստվածային հայտնություն էր։ Միջամտություն վերևից, որը շրջանցեց բոլոր կանոնները, բոլոր վերջնագրերը և բոլոր մարդկային դատողությունները։ Լևոնը, ով եկել էր ծաղրելու, ծնկի էր իջել երկրպագելու։ Նա, ով եկել էր մերժելու, գտել էր ճշմարտությունը։ Նա, ով եկել էր մարտահրավեր նետելու Աստծուն, ընկել էր նրա ոտքերի առաջ, ներում հայցելով։ Տեր Հովհաննեսը խորը հոգևոր ցնցում էր ապրում։ Նա հասկացավ, թե որքան փոքր է եղել իր հավատքը։ Նա փորձում էր հոգիներ փրկել իր սեփական ուժերով, իր խոսքերով, իր կանոններով, իսկ Աստված մեկ ակնթարթում արեց այն, ինչ ինքը չկարողացավ անել ամիսների ընթացքում։ Նա ոչ թե պատժեց հայհոյողին, այլ բացեց նրա աչքերը։ Նա ցույց տվեց ոչ թե իր զորությունը, այլ իր անսահման սերն ու ողորմությունը։ Պատարակը շարունակվեց, բայց այն այլևս նույնը չէր։ Եկեղեցում գտնվող յուրաքանչյուր մարդ զգում էր, որ նրանք ականատես են եղել մի բանի, որը դուրս է սովորական աշխարհի սահմաններից։ Օդը լցվել էր սրբազան երկյուղով։ Երբ հասավ հաղորդության պահը, Տեր Հովհաննեսը ձեռքում սուրբ բաժակը նայեց Լևոնին։ Երիտասարդը դեռևս արցունքների մեջ դանդաղ բարձրացավ և առաջինը մոտեցավ խորանին։ Այդ օրը Էջմիածնի հինավուրց պատերի ներսում մի կորած ոչխար վերադարձավ իր հոտը։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել, որովհետև հրաշքը տեսնելը մի բան է, իսկ այն ընդունելը բոլորովին այլ։ Լևոնի հրաշագործ դարձի լուրը կայծակի արագությամբ տարածվեց ոչ միայն համայնքում, այլև նրա սահմաններից դուրս, հասնելով մինչև հարևան գյուղեր և նույնիսկ Թեմի կենտրոն։ Սակայն համայնքի արձագանքը միանշանակ չէր։ Այն, ինչ Տեր Հովհաննեսը ակնկանում էր տեսնել որպես համընդհանուր ուրախություն և հավատքի զորացում, մի պահ, որը պետք է միավորեր բոլորին, փոխարենը առաջացրեց խառնաշփոթ, կասկած և նույնիսկ վախ։ Հրաշքը ոչ թե խաղաղություն բերեց, այլ նոր պատերազմի սկիզբ դրեց, անտեսանելի, բայց ավելի դաժան։ Մի մասը, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր ականատես էին եղել տեսիլքին, անվերապահորեն հավատացին։ Նրանք դա ընդունեցին որպես Աստծո մեծ ողորմության նշան, որպես պատասխան իրենց աղոթքներին։ Տերը լսեց մեր աղոթքները, ասում էին նրանք խաչակնքելով և արցունքները սրբելով։ Նա ցույց տվեց իր զորությունը, որպեսզի ամրապնդի մեր հավատքը այս դժվարին ժամանակներում։ Լևոնը նրանց համար դարձավ կենդանի վկայություն, քայլող հրաշք, մի մարդ, ում Աստված անձամբ էր դիպել։ Նրանք նրան նայում էին ակնածանքով, գրեթե սրբի պես։ Սակայն կար նաև մյուս կողմը։ Շատերը, հատկապես նրանք, ովքեր լավ էին ճանաչում Լևոնի նախկին ցինիզմը, չէին կարողանում հավատալ նման կտրուկ գրեթե թատերական փոփոխությանը։ Սա խաղ է, շշնջում էին նրանք միմյանց շուկայում և տներում։ Գուցե նա խելագարվել է վշտից, կամ գուցե սա ինչ-որ խորամանկություն է, ուշադրություն գրավելու համար։ Նրանց համար ավելի հեշտ էր հավատալ մարդկային խելագարությանը կամ խաբեությանը, քան աստվածային հրաշքին։ Իրականությունը չափազանց անհավանական էր թվում։ Ամենազարմանալին այն էր, որ նոր դաշնակիցներ և հակառակորդներ հայտնվեցին ամենաանսպասելի տեղերում։ Որոշ երիտասարդներ, որոնք նախկինում Լևոնի հետևորդներն էին, ցնցված էին նրա փոփոխությունից։ Նրանց առաջնորդը, ով սովորեցնում էր նրանց կասկածել ամեն ինչի վրա, այժմ խոսում էր Քրիստոսի իրական ներկայության մասին։ Սա ստիպեց նրանց վերանայել իրենց սեփական համոզմունքները։ Ոմանք հետևեցին Լևոնի օրինակին, մյուսները զգացին իրենց դավաճանված և էլ ավելի հեռացան եկեղեցուց, այժմ արդեն ատելով ոչ միայն Աստծուն, այլև իրենց նախկին ընկերոջը։ Բայց ամենամեծ մարտահրավերը եկավ եկեղեցու ներսից։ Գևորգ arczepiskopos-ը, լսելով տեղի ունեցածի մասին, անմիջապես կանչեց Տեր Հովհաննեսին։ Քահանան ակնկալում էր տեսնել ուրախություն և թեթևացում իր վերադասի դեմքին, բայց փոխարենը հանդիպեց սառը, քննող հայացքի, որը կարծես փորձում էր թափանցել իր հոգու խորքը։ «Պատմիր ինձ ամեն ինչ մանրամասն», հրամայեց arczepiskopos-ը։
Տեր Հովհաննեսը ոգևորությամբ թաքցնելով իր հուզմունքը պատմեց Լևոնի տեսիլքի, նրա արցունքների եւ զղջման մասին։ Երբ նա ավարտեց, arczepiskopos-ը երկար լռեց, այնքան երկար, որ լռությունը սկսեց ճնշել։ «Եվ դու հավատում ես այս ամենին», վերջապես հարցրեց նա, եւ հարցը ոչ թե հարց էր, այլ մեղադրանք։ «Իհարկե հավատում եմ, սրբազան հայր», զարմացած պատասխանեց Տեր Հովհաննեսը։ «Ես իմ աչքերով տեսա այդ մարդու փոփոխությունը, դա հրաշք էր»։ «Հրաշքները հազվադեպ են, հայր Սուրբ», խոժոռվեց arczepiskopos-ը։ «Իսկ զանգվածային հիստերիան եւ հուզական պոռթկումները շատ հաճախակի։ Եկեղեցին պետք է զգուշ լինի։ Մենք չենք կարող մեր հավատքը հիմնել մեկ մարդու անկայուն տեսիլքի վրա։ Իսկ եթե նա ստում է, իսկ եթե դա սատանայի խաբկանքն է, մեզ շփոթեցնելու եւ ծաղրի առարկա դարձնելու համար, մտածել ես այդ մասին»։ Տեր Հովհաննեսը ապշած էր։ Նա, Ով պայքարում էր հավատքի համար, այժմ ստիպված էր պաշտպանել Աստծո հրաշքը եկեղեցու ղեկավարի առաջ։ «Ինչ եք առաջարկում անել, սրբազան», հարցրեց նա։ «Լռություն», պատասխանեց arczepiskopos-ը։ «Ես արգելում եմ քեզ եւ այդ երիտասարդին խոսել այս հրաշքի մասին։ Թող ժամանակը ցույց տա, նրա դարձը իրական է, թե պարզապես ժամանակավոր զգացմունք։ Մենք պետք է խուսափենք սենսացիաներից։ Եկեղեցին հիմնված է ավանդույթի եւ կանոնի վրա, ոչ թե անհատական հայտնությունների։ Վերադարձիր քո պարտականություններին եւ կարգուկանոն հաստատիր քո համայնքում»։ Սա ավելի վատ էր, քան բանադրանքը։ Աստված հստակ պատասխան էր տվել, բայց եկեղեցական հիերարխիան զգուշությունից դրդված հրաժարվում էր այն ընդունել։ Տեր Հովհաննեսը հասկացավ, որ պայքարը նոր է սկսվում։ Այժմ նա պետք է պայքարեր ոչ թե անհավատության, այլ կասկածամտության եւ բյուրոկրատիայի դեմ։ Նա եւ Լևոնը, որոնք նախկինում հակառակորդներ էին, այժմ դարձել էին դաշնակիցներ, մենակ ընդդեմ մի համակարգի, որը վախենում էր իր իսկ Աստծո անսպասելի դրսևորումներից։ Համայնքը բաժանվել էր երկու մասի։ Մի կողմում նրանք էին, ովքեր հավատում էին հրաշքին եւ ոգեշնչված էին։ Մյուս կողմում նրանք, ովքեր հետևելով arczepiskopos-ի օրինակին, պահպանում էին զգուշավորություն եւ թերահավատություն։ Եկեղեցու ներսում սկսվել էր հոգևոր հարաբերությունների եւ համոզմունքների լուռ վերանայում։ Եվ Տեր Հովհաննեսը գիտեր, որ լռել չի կարող։ Նա չէր կարող թաքցնել այն լույսը, որը տեսել էր։ Նա պետք է գործեր։ Arczepiskopos-ի արգելքը Տեր Հովհաննեսին դրեց անհնարին ընտրության առաջ, մի խաչմերուկի, որտեղ ցանկացած ճանապարհ տանում էր դեպի կորուստ։ Հնազանդվել եկեղեցական իշխանությանը եւ թաքցնել ճշմարտությունը, դառնալով Աստծո հրաշքը ծածկող մեղսակից, թե հետևել իր խղճին եւ վկայել հրաշքի մասին, վտանգի տակ դնելով իր կարիերան, իր պաշտոնը եւ այն ամենը, ինչի համար աշխատել էր իր ողջ կյանքում։ Նա երկար աղոթեց, ոչ թե ծնկաչոք խորանի առաջ, այլ իր փոքրիկ, սառը խցում, եւ պատասխանը եկավ ոչ թե վերևից, հրեշտակի ձայնով, այլ իր սեփական սրտի խորքից, որպես հանդարտ, բայց անսասան համոզմունք։ Նա չէր կարող լռել։ Աստված նրան ոչ թե գաղտնիք էր վստահել, այլ լուր, որը պետք է տարածվեր։ Դա բարի լուր էր, եւ նա պետք է դառնար դրա ավետաբերը։ Ոգեշնչված աստվածային հայտնությունից նա վճռական գործողությունների դիմեց։ Հաջորդ կիրակի իր քարոզի ժամանակ նա չխոսեց ոչ ավետարանական ընթերցումների, ոչ էլ սովորական բարոյախրատական թեմաների մասին։ Փոխարենը նա նայեց ուղիղ հավատացյալների աչքերի մեջ, որոնք լի էին սպասումով եւ շփոթությամբ, եւ սկսեց խոսել։ «Եղբայրներ եւ քույրեր», սկսեց նա, ձայնը հստակ եւ ամուր, ինչպես գեղարդի վանքի քարը։ «Մեզանից շատերը գալիս են եկեղեցի սովորության ուժով։ Մենք կատարում ենք ծեսերը, վառում ենք մոմերը, լսում ենք շարականները։ Բայց արդյոք մենք իսկապես հավատում ենք։ Արդյոք մենք իսկապես հավատում ենք, որ այս խորանի վրա դրված հացն ու գինին դառնում են մեր Տիրոջ մարմինն ու արյունը, թե սա մեզ համար պարզապես գեղեցիկ խորհրդանիշ է»։ Եկեղեցում լռություն տիրեց։ Բոլորը հասկանում էին, թե ուր է տանում նրա խոսքը։ Սա ապստամբություն էր։ «Անցյալ կիրակի», շարունակեց նա, ձայնը բարձրացնելով, «Աստված մեզ նշան տվեց։ Նա ցույց տվեց իր ողորմությունը, բացելով մեզանից մեկի աչքերը, ով ամենաշատն էր կուրացել ցավից եւ կասկածից։ Նա ցույց տվեց, որ Սուրբ Պատարագը թատրոն չէ, այն իրականություն է, այն Գողգոթան է, որը կրկնվում է մեր աչքի առաջ։ Այն հարությունն է, որը մեզ հավերժական կյանք է պարգևվում»։ Նա ձեռքով անիշնեց դեպի Լևոնը, ով կանգնած էր հավատացյալների առաջին շարքում։ «Մեզ հրամայել են լռել այս մասին, մեզ ասել են, որ զգուշ լինենք, որ խուսափենք սենսացիաներից, բայց ես ձեզ հարցնում եմ,
Ինչպես կարելի է լռել, երբ Աստված խոսում է։ Ինչպես կարելի է թաքցնել լույսը տակառի տակ։ Սա ուղղակի բախում էր, բախում չար ուժերի հետ, որոնք այս դեպքում հանդես էին գալիս ոչ թե դևերի տեսքով, այլ մարդկային վախի, կասկածամտության և սառը անկենդան կանոնապաշտության տեսքով։ Տեր Հովհաննեսը մարտահրավեր էր նետում հենց այն համակարգին, որին ինքը ծառայում էր։ Քարոզից հետո նա կանչեց Լևոնին խորան։ «Որդիս», ասաց նա բոլորի ներկայությամբ, «պատմիր, թե ինչ տեսար»։ Լևոնը, որի դեմքին այլևս չկար ցինիզմի հետք, այլ միայն խաղաղություն և խոնարհություն, դողացող ձայնով, բայց պարզ ու հստակ, պատմեց իր տեսիլքի մասին։ Նա նկարագրեց լույսը, խաչված Քրիստոսին, արյունը և այն անսահման սերը, որը նա զգացել էր այդ պահին։ Նրա խոսքերը պարզ էին, բայց դրանք ավելի մեծ ուժ ունեին, քան ցանկացած աստվածաբանական տրակտատ։ Դա ճշմարտության ուժն էր, որը ծնվել էր անձնական փորձառությունից։ Երբ նա ավարտեց, եկեղեցում շատերը լալիս էին։ Կասկածի սառույցը սկսել էր հալվել։ Մարդիկ տեսնում էին ոչ թե խելագարի կամ խաբեբայի, այլ մի մարդու, ում կյանքը հիմնովին փոխվել էր։ Սկսվեց ակտիվ պայքար ճշմարտության և եկեղեցական արդարադատության համար։ Տեր Հովհաննեսը և Լևոնը, նրանց միացած հավատացյալների մի փոքր խմբի հետ միասին, սկսեցին այցելել հարևան գյուղեր, պատմելով հրաշքի մասին։ Նրանք հանդիպում էին դիմադրության, ծաղրի և անվստահության։ Մյուս քահանաները, վախենալով arczepiskopos-ի զայրույթից, փակում էին իրենց եկեղեցիների դռները նրանց առաջ։ Բայց դա միայն սկիզբն էր։ Նրանք չէին հանձնվում, նրանք հավաքվում էին տներում, բաց դաշտերում, հին մատուռների ավերակների մոտ։ Տեր Հովհաննեսը խոսում էր Սուրբ Պատարագի զորության մասին, իսկ Լևոնը վկայում էր։ Նրանց շարժումը սկսեց աճել։ Սովորական մարդիկ, ովքեր ծարավ էին կենդանի հավատքի, միանում էին նրանց։ Պայքարը հասավ իր գագաթնակետին, երբ Գևորգ arczepiskopos-ը պաշտոնական հրաման արձակեց, ժամանակավորապես արգելելով Տեր Հովհաննեսին քահանայագործել, հրամաններին չեն ենթարկվելու և եկեղեցում խռովություն սերմանելու մեղադրանքով։ Տեր Հովհաննեսը զրկվեց իր եկեղեցուց, իր շուրջառից, իր պաշտոնից։ Նա մնաց մենակ, բայց ոչ հուսահատ, որովհետև նա գիտեր, որ ճշմարտությունը իր կողմն է, և նա պատրաստ էր պայքարել մինչև վերջ։ Տեր Հովհաննեսի պաշտոնանակությունը ցնցեց ողջ թեմը։ Այնինչ սկսվել էր որպես մեկ մարդու կասկած, վերածվել էր բացահայտ ճգնաժամի, որը սպառնում էր ճեղքել հայ եկեղեցու միասնությունը տեղական մակարդակով։ Հավատացյալները բաժանվել էին երկու ճամբարի։ Մի մասը պաշտպանում էր arczepiskopos-ի որոշումը, այն համարելով անհրաժեշտ քայլ կարգուկանոնը պահպանելու համար։ Մյուս ավելի մեծ մասը վրդովված էր։ Նրանք տեսնում էին Տեր Հովհաննեսի մեջ ճշմարտության համար տառապող մարտիրոսի, իսկ arczepiskopos-ի մեջ սառը, անսիրտ բյուրոկրատի։ Ճգնաժամի գագաթնակետը հասավ, երբ հարյուրավոր հավատացյալներ Տեր Հովհաննեսի և Լևոնի գլխավորությամբ խաղաղ երթով շարժվեցին դեպի arczepiskopos-ի նստավայրը, Էջմիածնի Մայր տաճարի հարևանությամբ։ Նրանք չէին պահանջում, նրանք աղերսում էին։ Նրանք եկել էին ոչ թե ապստամբելու, այլ վկայելու։ Գևորգ arczepiskopos-ը, տեսնելով իր պատուհանից հավաքված բազմությունը, հասկացավ, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նրա առաջին մղումը եղավ կանչել պահակներին և ցրել ամբոխը, բայց հետո նրա հայացքը կանգ առավ Լևոնի դեմքին։ Երիտասարդի դեմքին կար մի արտահայտություն, որը հնարավոր չէր կեղծել, խորը խաղաղություն և անսասան համոզվածություն։ Այդ պահին arczepiskopos-ի սրտում ինչ-որ բան տեղի ունեցավ։ Տարիների ընթացքում կուտակված կանոնների և վարչարարության կեղևի տակ մի փոքր կասկածի սերմ ծլեց։ Իսկ եթե նրանք ճիշտ են, իսկ եթե ինքը իր զգուշավորությամբ պայքարում է ոչ թե ստի, այլ հենց Աստծո դեմ, նա անսպասելի որոշում կայացրեց։ Նա հրամայեց բացել դարպասները և հրավիրեց Տեր Հովհաննեսին և Լևոնին իր գրասենյակ։ «Ես ուզում եմ լսել ամեն ինչ քեզանից, երիտասարդ», ասաց նա, ուղիղ նայելով Լևոնի աչքերին։ Առանց վախի, առանց չափազանցությունների։ Պատմիր ինձ, թե ինչ տեսար և ինչ զգացիր։ Լևոնը կրկին պատմեց իր պատմությունը, բայց այս անգամ նրա լսողը ոչ թե զարմացած հավատացյալներն էին, այլ հայ եկեղեցու ամենախիստ և թերահավատ ղեկավարներից մեկը։ Երբ նա ավարտեց, սենյակում երկար լռություն տիրեց։ Վերջապես Գևորգ arczepiskopos-ը խորը շունչ քաշեց։ Նա բարձրացավ իր աթոռից, մոտեցավ պատին կախված Քրիստոսի խաչելությանը, երկար նայեց նրան, ապա շրջվեց։ Նրա աչքերը խոնավ էին։ «Տեր Հովհաննես», ասաց նա փոխված ավելի մեղմ ձայնով, «ես սխալվեցի։ Ես այնքան էի տարված եկեղեցու կարգու կանոնը պահպանելով, որ մոռացա, որ մեր եկեղեցու գլուխը ոչ թե կանոններն են, այլ կենդանի Քրիստոսը։ Նա,
ով կարող է գործել այնպես, ինչպես ինքն է կամենում, եւ ում ճանապարհները մեր մտքի համար անքննելի են։ Դու ներված ես եւ վերականգնված ես քո պաշտոնում։ Ապա նա մոտեցավ Լևոնին եւ ձեռքը դրեց նրա ուսին։ Իսկ դու, որդիս, Աստծո կողմից ընտրված վկա ես։ Քո պատմությունը պետք է լսեն բոլորը, ոչ թե որպես սենսացիա, այլ որպես հիշեցում այն ճշմարտության մասին, որը մենք հաճախ մոռանում ենք, որ Սուրբ Պատարագի ժամանակ Քրիստոս իսկապես մեզ հետ է։ Այդ օրը համայնքը հասավ նոր հոգևոր ըմբռնման։ Նրանք հասկացան, որ հավատքը ոչ թե կանոնների եւ ծեսերի կույր կատարումն է, այլ կենդանի, անձնական հարաբերություն Աստծո հետ։ Նրանք հասկացան, որ հրաշքները տեղի են ունենում ոչ թե հեռավոր անցյալում, այլ այստեղ եւ հիմա, նրանց համար, ովքեր ունեն բաց սիրտ։ Տեր Հովանեսի եկեղեցին դարձավ ուխտատեղի, որտեղ մարդիկ գալիս էին ոչ թե պարզապես պատարագի մասնակցելու, այլ իսկապես հանդիպելու կենդանի Աստծուն։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է Աստծո անսահման սիրո եւ ողորմության մասին։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախորը կասկածի եւ հուսահատության մեջ, երբ մենք զգում ենք, որ Աստված լքել է մեզ, նա իրականում ամենամոտն է, սпасելով մեր սրտի թեկուս ամենափոքր շարժմանը։ Սուրբ Պատարագը ոչ թե հիշատակ է, այլ հրաշք, որը կրկնվում է ամեն օր։ Հացն ու գինին իսկապես դառնում են Քրիստոսի մարմինն ու արյունը, մեզ պարգևելով մեղքերի թողություն, հոգու եւ մարմնի բժշկություն եւ հավերժական կյանքի խոստում։ Հիմա ես ուզում եմ դիմել ձեզ, սիրելի ունկնդիրներ, կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ կանեիք դուք Տեր Հովանեսի կամ Գևորգ arczepiskopos-ի տեղում, կհնազանդվեիք կանոններին, թե կհետևեիք ձեր խղճի ձայնին, եւ արդյոք դուք երբևէ զգացել եք Աստծո իրական ներկայությունը Սուրբ Պատարագի ժամանակ։ Ձեր պատմությունները կարող են ոգեշնչել շատերին։ Այս իրադարձությունների երկարաժամկետ հոգևոր պտուղները հսկայական էին։ Լևոնը իր կյանքը նվիրեց եկեղեցուն, դառնալով սարքավակ, իսկ հետագայում քահանա, ով իր կենդանի օրինակով բազմաթիվ մոլորված հոգիների վերադարձրեց հավատքի։ Տեր Հովանեսը շարունակեց իր ծառայությունը ավելի մեծ իմաստությամբ եւ խոնարհությամբ, իսկ նրանց համայնքը հիշվեց որպես մի վայր, որտեղ մարդիկ ոչ թե ուղակի գիտեին Աստծո մասին, այլ ճանաչում էին նրան։ Եվ այդ ամենի սկիզբը դրվեց մեկ Սուրբ Պատարագի ժամանակ, երբ Աստված ցույց տվեց, որ հացի եւ գինու վերափոխման հրաշքը ոչ միայն աստվածաբանական դոգմա է, այլ կենդանի եւ զորավոր իրականություն։ Ամեն։